Իրավունքներ անցյալից մինչև այսօր լուսանկարները այս խորագրով 20 բնակավայրերից են արված։ Ներկայացնում են կանանց իրավունքների էվոլյուցիան, անցյալի եւ ներկայիս կյանքի կադրերով, որոնք պատմում են փոփոխությունների ու շարունակական պայքարի մասին։ Ցուցահանդեսն իրականացվել է Կենտրոնական Շիրակ տեղական ակտիվ խմբի կողմից Լիբերալ քաղաքականության ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ։ Նշենք նաեւ, որ Կենտրոնական Շիրակ տեղական ակտիվ խմբին աջակցում է նաեւ Լիտվոր Շիրակ ծրագիրը։ 1900-ականներից մինչև մեր օրեր ինչպիսի էվոլյուցիա են ապրել եւ կանայք առօրյայում եւ ընդհանրապես իրենց իրավունքներն ինչպիսի էվոլյուցիա են ապրել եւ թերևս մտածեցինք, որ լավագույն տարբերակը դա ցույց տալու ինչու՞ չէ ցուցահանդեսն է։ Կենցաղ, աշխատանք, առօրյա հագուստ, ընտանեկան միջավայր եւ հասարակական դերակատարում։ Այդ լուսանկարները ցուցադրում են, թե ինչպես է փոխվել կնոջ կերպարը, թե ֆիզիկական միջավայրում, թե հասարակական ընկալման մեջ։ 1920-ից մինչև 90-ական թվականներին լուսանկարներ հավաքագրվեցին եւ ամբողջ թիմով այսպես միանգամից ցանկացանք այդ լուսանկարների նոր տարբերակներ ստանալ։ Հիմա այստեղ մարդիկ մեր բոլոր հյուրերը տեսնում են նույն լուսանկարների արդեն ժամանակակից տարբերակները։ Այստեղ մենք խոսում ենք, թե օրինակ հարցանեկան զգեստներ ինչպիսի էվոլյուցիա են ապրել, կանայք աշխատանքում ինչպիսի փոփոխություններ են ունեցել, հիմնականում այն ժամանակ աշխատել են կարի արտադրամասներում, հիմա մենք ունենք լուսանկարիչ կանայք, ծրագրավորող կանայք, այսինքն թե ինչքան են նրանց իրավունքները աճել, զարգացել, կանայք ինչքան են իրենք իրավունքներին տեր կանգնել, որ հիմա գրեթե բոլոր ոլորտներում մասնագիտական, քաղաքական ոլորտներում մենք կանանց տեսնում ենք։ Ցուցահանդեսում ընդգրկված են Կենտրոնական Շիրակ տեղական ակտիվ խմբի կազմում գտնվող բոլոր 20 բնակավայրերը։ Նախաձեռնությունն ու ծրագիրը իրականացնելը մեծ նշանակություն ունի նաև ֆինանսավորող կողմի համար։ Բնականաբար շատ ուրախ եմ, որ մեր այս ծրագիրը կայանում է այսօր Գյումրիում, ունի այսպիսի մեծ հետաքրքրվածություն եւ կարծում եմ, որ սա խթան կառաջանա հետ գնալու եւ մի հատ ավելի ուշադիր նայելու իրապես կարծրատիպերը, մեր ավանդույթները, մեր ապրելակերպը ինչպես է փոխվել եւ ինչպես ենք մենք ինքներս փոխվել պայքարում։ Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվել էր նաև քննարկում տարբեր ոլորտներում ներգրաված կանանց մասնակցությամբ։ Հյուրերն անդրադարձան կանանց իրավունքների պաշտպանությանը, ներկայիս մարտահրավերներին եւ հավասարության գաղափարախոսության կարեւորությանը քաղաքական, կրթական, մշակութային եւ սոցիալական դաշտերում։ Աստղիկ Խաչատրյան, Մարտին Գևորգյան, այսօր։